Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագիծը հրատապ կարգով քննարկելն ու այն ընդունելը նորմալ համամասնական ընթացակարգով ընտրություններ ունենալու մասին է։ Ճեպազրույցում պարզաբանեց կառավարող ուժի падգամավորը։ Այս փոփոխությամբ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Падգամավորը նկատեց, նման փոփոխություն արդեն կան թիմ ընտրությունների դեպքում։ Բնական է, որ նույնը պետք է գործեր խորհրդարանի ընտրությանը։ Գործընթացը տանում է դեպի մեծամասնական ընթացակարգ, որտեղ դա մեծամասնական ընթացակարգին բնորոշ երևույթ է, երբ որ մարդու անձնանուն է քվեաթերթիկի վրա, որպես ուժի անուն, որպես այդպիսին, այլ ոչ թե քաղաքական կուսակցության կամ դաշինքի անուն։ Իդեպ երբ որ թիմերում դա արեցինք, դեռևս ոչ մեկին ոչ մի տեղից չէր ուղարկել Հայաստան ձայներ հավաքելու ու ինչ-որ մեկին նվիրելու, այդ ժամանակ դեռ նմանատիպ բան չկար։ Անդրադարձավ իշխանության զավթման կոշի համար մեղադրվող եւ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ուժի հայտարարություններին, թե այս փոփոխությունը կռիվ է Կարապետյանի անվան հետ, քանի որ իրենց դաշինքն անվանել են Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները ազգային ժողովի դիմաց էլ ակցիա էին իրականացնում, պնդում փոփոխությամբ Սամվել Կարապետյանի անունը իրենց դաշինքից միևնույն է չի հեռացվի։ Դա նույն Սամվել Կարապետյանն է, որ այս մի 8 շաբաթ արդեն երևի քննչական կոմիտեից պատասխան ունի, դատախազությունից պատասխան ունի, էլ չգիտեմ, երևի ԺԵԿ-ի պետից էլ արդեն ինչ-որ տեղեկանք ունի, որ ինքը հանգիստ կարա դուրս գա մարդամեջ ու խոսա եթերով, ինչ-որ մի, բայց չի անում դա, մենք ենք վախենում իրոք։ Հավաքի մասնակիցներն էլ չգիտեին, թե ինչու են հավաքվել, արդյոք հավաքի մասնակից են, Ֆակտոր TV-ի լրագրողի հարցին պատասխանում էին։ Կասեք ինչ պահանջ ունեք այստեղ։ Պահանջ չունենք, բալա։ Բա ինչու եք եկել։ Եկել եմ իմ ինձ էտի շուրկալի, մանկալի, պատա դինջարում եմ քինեմ։ Հա, այս ակցիայի հետ կապ չունեք։ Չէ։ Գնեք դուք էլ կապ չունեք։ Չէ։ Իսկ ինչու եք կանգնել այստեղ։ Ոայ, ինձպես կանգնել եք։ Գնեք, ձեր այստեղ գալու նպատակը ո՞րն է, ինչ եք դուք։ Ես չգիտեմ, ուրիշի էլի արծան։ Պատգամավորը խոսեց նաև Կարապետյանի Facebook-ի էջում հրապարակված ուղերձից, որտեղ նա հայտարարում է, թե իրական փոփոխությունն իրենք են բերելու, նաև քաղաքացիական պայմանագրին մեղադրում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու համար։ Այս ուղերձի հետ կապված Կարապետյանին առաջարկ ունի վարչապետ Փաշինյանը։ Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոսել, մտի ուղիղ եթեր 2 բառ ասա ժողովրդին, կամ լավ ինքնուրույն չես կարա 2 բառ ասես, այն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա, եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես։ Այն մի հատ տեքստ էին տվել, ձեռը հրապարակել էր ուղիղ թարգմանությամբ օտար լեզվից, որի դեպ եթե լրագրողական փոքրիկ հետաքննություն անեք, կհասկանաք, թե որ լեզվից է թարգմանված, ուղիղ թարգմանված։ Փորձեք անել կհասկանաք, այնտեղ առնվազն մի քանի նախադասություն կա, կամ մի նախադասություն կա, որ շատ ուղիղ մատնում է այն լեզուն, որից որ ուղիղ թարգմանված է։ Այդ մարդը ոչ իր գլխի տերն է, ոչ ինքն է որոշում իր էջով ինչ պետք է դրվի, ոչ ինքն է որոշում, թե իր դեմքով արհեստական բանականությամբ ինչ ռոլիկ պետք է վաղը սարքեն ու հրապարակեն։ Ալեքսանյանը շեշտեց, ընտրական օրենսգրքում այս փոփոխությունն իրականացնելը հարված չէ ժողովրդավարությանը, ինչպես ռուսաստանցի գործարարի ուժից են պնդում։ Նկատում, եթե նրանք ժողովրդավարության դեմ քայլեր են ուզում գտնել, պետք է վերհիշեն օրեր առաջ քննչական կոմիտեի հրապարակած ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրությունները, որոնք կապված էին Կարապետյանի ուժի հետ։ Մարդկանց փող է տալի, որպեսզի այդ մարդիկ ինչ-որ մարդկանց ներգրավեն ընտրություններում իրանց օգտին քվեարկելու համար, ըստ քննչական կոմիտեի տարածած տեսահոլովակի։ Այնտեղ թող եթե տենց ժողովրդավարության դեմ բան են ման գալի, թող գտնեն, թե ոնց են այդ մարդիկ իրար մեջ խոսում, ու այն խեղճ մարդը մեռավ այդ իրանց արմավիրի շտաբի պատասխանատուն խնդրելով, որ հերիքա հեռախոսով սենց բաներ խոսակ, բայց այդ մարդիկ մեկա խոսում են։ Տոչնի առաջնորդի պես խելացի են, Թե ինչպես են այս պարագայում Սամվել Կարապետյանի ուժից կառավարող ուժին մեղադրում ընտրությունը գողանալու, նաև ազատ ու արդար ընտրության անցկացման հնարավորությունը վերացնելու համար, պատգամավորը նկատեց։ Ես չգիտեմ ինչից է որոշել, որ ինչ որ մեկի անձնանունը, եթե քվեաթերթիկի վրա չկա, դա բան է, նշանակում է, որ
ընտրությունները ազատ չեն կամ ժողովրդավար չեն։ Եթե ինչ-որ մեկ ուզում է ինչ-որ մեկի անունը գրանցել քվեատերտիկի վրա, դրա բոլոր հնարավորություններն ունի, թող այդ մարդուն ներառեն իրեն ցուցակի առաջին եռյակում։ Ուրիշ բան իհարկե, որ այդ մարդը բանից պարզվի, որ ասենք 20 երկրի քաղաքացի է, 40 երկրի շպիոն է, չգիտեմ, այնտեղ ես իմ այն ինչա, ու չի կարա գրանցվի տեխնացու, դա դե արդեն կներեք։ Այդ մարդու անունը պետք է լինի, օրինակ մեր քվեատերտիկների վրա Հայաստանի Հանրապետություն։ Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոնիսյանն էլ եւս տեխնիկական վրիպակի համարում 2024-ի դեկտեմբերին ընտրական օրենսգրքում կուսակցությունների, դաշինքների անվանումներում անձնանուններ չպարունակելու արգելքը հանել է։ Այդտեղ ինչ որ մեկի տեխնիկական վրիպակն է եղել, այդ չենք բարձել եւ ինձ թվում է դա երբեք չենք բարձի, թե ով է չգիտենք կամ արդարության նախարարությունից կամ խորհրդարանից, ամեն դեպքում այն որ դա ՀՀ առաջարկությունը չի եղել, այդ մասով նաև անկախ դիտորդ դաշինքը արձանագրել է եւ Նրա խոսքով, եթե այս փոփոխությունը լիներ մի քանի ամիս առաջ, իրենք այս փոփոխությունը կողջունեին։ Երբ որ ես տեսա հայտարարությունը, որ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ չէ, եթե ճիշտ եմ հիշում, ես մի քիչ զարմացա, որովհետեւ ես ունեի վստահությունը, որ 81 հոդված ընտրական օրենսգրքի դա արգելում է, երբ որ բացեցի 81 հոդված ընտրական օրենսգրքի եւ տեսա, որ այդ արգելքը չկա, ես շատ զարմացա։ Այս կարգավորումը ինքնին լավն է, բայց ժամկետները, քանի որ խնդրահարույց են, մենք ոչ քննադատում ենք, ոչ էլ ողջունում ենք։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։